Ողջույն հարգելի առույցներ, սա ձեր հորոսկոպն է օգոստոս ամսվա համար։ Շնորհավորում եմ ձեր բոլորի ծննդյան օրը։ Սրտանց մաղթում եմ, որ այս նոր տարում իրականացվեն ձեր բոլոր ցանկություններն ու երազանքները։ Օգոստոսը լինելու է շատ կարևոր ճակատագրական ամիս ձեզ համար։ Սա կարմայական ամիս է։ Եվ հենց այս ամիս ձեր նշանում տեղի կունենա տարվա առաջին արևի խավարումը։ Այս ամիս հենց դուք եք լինելու ուշադրության կենտրոնում։ Օգոստոսը կարող է բացել ձեր կյանքի լրիվ նոր էջ։ Շատերի համար սա կլինի նոր սկիզբ, նոր ուղղություն եւ նոր ճանապարհ։ Ձեր կյանք կմտնի մի նոր փուլ, որը կշարունակի զարգանալ առնվազն առաջիկա 2 տարիների ընթացքում։ Իսկ ոմանց համար այս փոփոխությունները կարող են շատ ավելի երկար տևել՝ 6 ամիս, 9 տարի կամ նույնիսկ 18-ից 19 տարի, կախված նրանից, թե ինչ կարևոր իրադարձություններ կսկսվեն այս ընթացքում։ Օգոստոսին Մերկուրին նույնպես շատ արագ է շարժվելու, էներգիան լինելու է չափազանց ակտիվ։ Ձեզ սպասում են բազմաթիվ հանդիպումներ, ճանապարհորդություններ, կարևոր զրույցներ եւ ճակատագրական որոշումներ։ Հիմա հերթով տեսնենք, թե ինչ է սպասվում ձեզ, թե որոնք են ամսվա ամենակարևոր օրերը եւ ինչ իրադարձություններ կարող եք սպասել։ Ձեր նշանում այժմ գտնվում են Յուպիտերը, Արևը եւ Կարմայական հանգույցը։ Սա նշանակում է, որ դուք դառնում եք շատ ավելի նկատելի, ավելի ազդեցիկ եւ ձեր կյանքում կարող է տեղի ունենալ իսկապես կարևոր մի իրադարձություն։ Յուպիտերն ու Արևը կարող են բերել կարևոր իրավական հարցերի հաջող լուծում կամ մեծ հաջողություն, որը ձեր կյանքը կբաժանի մինչև եւ հետո փուլերի։ Բացի այդ, դիմացից գործում է նաև Պլուտոնը, որը խորհրդանշում է խորը վերափոխումներ։ Դա նշանակում է, որ փոփոխությունները լինելու են լուրջ եւ երկարաժամկետ, այսինքն Պլուտոնը գտնում է անմիջապես առյուծի դիմացը։ Այդ դիրքը կարող է նաև բերել մի շարք կարևոր ծանոթություն կամ հանդիպում, որը մեծ ազդեցություն կունենա ձեր ապագայի վրա։ Քանի որ այս գործընթացում ներգրված են մի քանի մոլորակներ եւ տարբեր տոներ, փոփոխությունները կարող են անդրադառնալ կյանքի տարբեր ոլորտներին։ Արևը խորհրդանշում է հենց ձեզ, այսինքն խոսքը գնում է այն նպատակների մասին, որոնց երկար ժամանակ ձգտել եք։ Եվ հիմա կարող է գալ այն պահը, երբ վերջապես կտեսնեք ձեր աշխատանքի արդյունքը։ Ընդհանրապես օգոստոսը հիանալի ամիս է կարևոր գնումների, նոր ծանոթությունների, ամուսնության առաջարկների, հարսանիքների, նոր նախագծերի կամ կյանքի նոր փուլի մեկնարկի համար։ Էներգիան շատ ուժեղ է լինելու։ Եվ իհարկե, ովքեր ցանկանում են անձնական խորհրդատվություն, ապա տվյալները կլինեն մեկնաբանության բաժնում։ Խորհրդատվությունը կստանաք 1 տարվա համար։ Իհարկե մոլորակների դիրքերի համար։ Եվ ձեր անձնական քարտեզը, եթե գիտեք հստակ ձեր ծննդյան ժամը։ Ձեր նշանում այժմ գտնվում են Յուպիտերը, Արևը եւ Կարմայական հանգույցը։ Սա նշանակում է, որ հենց դուք եք այս շրջանի գլխավոր ուշադրության կենտրոնում։ Ձեր կյանքում սկսվում է շատ կարևոր փուլ։ Յուպիտերը եւ Արևի միացումը կարող է բերել կարևոր իրավական հարցերի հաջող լուծում։ Օգոստոսի 6-ին Վեներան փոխում է իր դիրքը եւ տեղափոխվում է ձեր 3-րդ տուն։ 3-րդ տունը կապված է եղբայրների, քույրերի, հորեղբոր, մորաքրուների, հարևանների, գործընկերների, փաստաթղթերի, ճանապարհորդությունների, գործուղումների, ուսման, առևտրի, կարևոր տեղեկությունների, քննությունների, տեխնիկայի եւ ավտոմեքենայի հետ։ Այնտեղ որտեղ գտնվում է Վեներան, սովորաբար հայտնվում են ներդաշնակություն, հաճելի իրադարձություններ եւ փոքր երջանկություն։ Եթե վաղուց չեք հանդիպել ձեր հարազատներին, այս ընթացքում կարող են տեղի ունենալ հաճելի հանդիպումներ։ Ոմանց ընտանիքում կարող է ծնվել փոքրիկ եղբայր կամ քույր, եւ դա մեծ ուրախություն կբերի։ Վեներան նաև օգնում է հարթել հարաբերությունները, եղած բոլոր լարվածությունը։ Հնարավոր է, որ բայլավեն ձեր հարաբերությունները գործընկերների կամ հարևանների հետ։ Լուծվեն հին խնդիրները կամ աշխատանքի վայրում հայտնվի նոր գործընկեր, որի հետ ավելի հաճելի կլինի շփվել։ Նաև եթե խնդիրներ ունեք ձեր քույր կամ եղբոր հետ, իրենց հետ եւս կկարգավորվի հարաբերությունները։ Եթե ցանկանում եք ճանապարհորդել, իհարկե կարճ ճանապարհ է սա, ոչ շատ հեռու,
Սովորել կամ նոր գիտելիքներ ձեռք բերել այս շրջանը նույնպես շատ բարենպաստ է։ Եթե ունեք սեփական բիզնես կամ ինտերնետային նախագիծ, Վեներայի այդ դիրքը կարող է օգնել դրա զարգացմանը։ Լավ ժամանակ է նաև մեքենա կամ տեխնիկա գնելու կամ վաճառելու համար։ Վեներան ցույց է տալիս, որ այս ընթացքում կարող եք ձեզ համար գնել ոչ միայն օգտակար, այլ նաև գեղեցիկ եւ հաճելի իրեր։ Օգոստոսի 7-ը շատ հաջող օր է կարևոր գնումների համար։ Այսօրը ձևավորվում են շատ բարենպաստ միացումներ ձեր 9-րդ տանը։ Դրա շնորհիվ հնարավոր են հաջող ճանապարհորդություն, քննության հաջող հանձնում, կարևոր փաստաթղթերի կամ թույլտվության ստացում։ Ոմանց համար այս իրադարձությունները կապված կլինեն արտագաղթի, տեղափոխության կամ ճանապարհորդության հետ։ Ընդհանուր առմամբ օգոստոսի 7-ը 1 օր առաջ, 1 օր հետո լավ ժամանակ է նոր գործեր սկսելու կամ խոշոր գնումներ կատարելու համար։ Օգոստոսի 12-ին տեղի կունենա արևի խավարում։ Սա ձեզ համար պարզապես արևի խավարում չէ, սա նաև ձեր կյանքի նոր շրջանի սկիզբն է։ Էներգիան շատ ուժեղ է եւ լի է դրական փոփոխությունների հնարավորություններով։ Կարելի ասել, հենց հիմա դուք կարող եք սկսել բոլորովին նոր կյանք։ Այսօրը կարող եք ցանկություն պահել, ծրագրել ապագան, կատարել տարբեր հոգևոր պրակտիկաներ եւ հստակ պատկերացնել, թե ինչ կյանք եք ուզում ստեղծել ձեզ համար։ Մերկուրին, Յուպիտերը, Լուսինը, Արեգակը եւ կարմական հանգույցը միաժամանակ ուժեղ ազդեցություն են ունենում ձեզ վրա, որտեղ ձեր նշանում են։ Սա նշանակում է, որ առաջիկա 2 տարիների համար սկսվում է ձեր կարմայական զարգացման նոր փուլը։ Սա առյուծի նշանի առաջին խավարումն է։ Ոմանց համար այն կլինի միայն առաջին ազդանշանը, իսկ մյուսները փոփոխությունները շատ արագ կզգան դեռ օգոստոսի սկզբից։ Երբեմն խավարումների ազդեցությունը սկսվում է նույնիսկ 1 ամիս շուտ եւ կարող է նաեւ երկար ժամանակ շարունակվել։ Այս բոլոր փոփոխությունները վերաբերվում են հենց ձեզ։ Առաջին տունը խորհրդանշում է ձեր անձը։ Դա նշանակում է, որ կարող է փոխվել ձեր ներաշխարհը կամ արտաքին կերպարը։ Փոփոխությունները կարող են լինել շատ խորն ու կարևոր։ Առաջին տունը կապված է նաև առողջության, արտաքին տեսքի, ինքնաարտահայտման եւ այն բանի հետ, թե ինչպես եք ներկայանում աշխարհին։ Շատերի համար սա կարող է լինել իսկապես փայլելու ժամանակաշրջան։ Յուպիտերի եւ Մերկուրիի աջակցությունը կարող է մեծ հաջողություն բերել։ Մի փոքր էլ գիրացում, մի մոռացեք, Յուպիտերը մեծացնում է։ Հնարավոր է դուք ելույթ ունենաք, ձեր մասին շատ մարդիկ իմանան կամ ստանաք կարևոր առաջարկ։ Թեև արևի խավարումը տեղի ունենում օգոստոսի 12-ին, այն բացում է խավարումների միջանցքը եւ կտևի մինչեւ օգոստոսի 28-ը։ Այդ ամբողջ ընթացքում խավարման ազդեցությունը շարունակվելու է։ Ձեր կյանք կարող են մտնել կարևոր իրադարձություններ, հատկապես մինչև օգոստոսի 28-ը։ Դա կարող է լինել կարևոր ելույթ, լուրջ առաջարկ, նոր համագործակցություն, նույնիսկ ամուսնություն։ Եթե ցանկանում եք սկսել նոր կյանք, նոր բիզնես, ամուսնանալ կամ ընդհանրապես կյանքի նոր փուլ սկսել, ապա խավարումների միջանցքը դրա համար շատ ուժեղ շրջան է։ Բայց այստեղ կա մեկ կարևոր պայման։ Դուք պետք է 100%-ով վստահ լինեք, որ իսկապես դա եք ուզում։ Այն ամենը, ինչ սկսվում է խավարումների միջանցքում, կարծես կնիք է դրվում շատ երկար ժամանակ շարունակելու այդ զարգացումը։ Հենց այդ պատճառով այլ որոշումներն այստեղ պետք է լինեն լիովին գիտակցված։ Իսկ հենց 12-ին խավարման օրը ցանկալի չէ շատ կարևոր գործեր սկսել, քանի որ այդ օրը համարվում է անկայուն։ Փոխարենը արդեն օգոստոսի 13-ից սկսվում է աճի եւ զարգացման փուլը։ Այդ ժամանակ արդեն կարելի է գնումներ կատարել, նոր գործեր սկսել, կարևոր քայլեր անել, քանի որ ամեն ինչ ավելի շատ կաճի եւ առատության հնարավորություն կունենաք։ Խավարումների միջանցքի մասին կարող եմ ասել, որ այդ օրերին մարդը ստանում է իր արարքների արդյունքը, պատասխանը։ Ինչ ցանել եք, այն էլ կքաղեք։ Հենց դրա համար է շատ կարևոր է ուշադիր հետևեք, թե ինչ է կատարվում ձեր կյանքում այդ ժամանակահատվածում։
Շատ մարդիկ նույնիսկ խավարումների օրագիր են պահում, որովհետև այդ օրերին ոչ միայն կարևոր իրադարձություններ են տեղ ունենում, այլ շատ ուժեղանում է ինտուիցիան։ Այդ օրերին պատահական հանդիպումներ գրեթե չեն լինում, ամեն մարդ եւ ամեն իրադարձություն ինչ որ կարևոր իմաստ ունի։ Կարող են լինել շատ վառ կամ նույնիսկ մարգարեական երազներ, որոնք ձեզ կարևոր հուշումներ կտան։ Այս ժամանակ ձեր ներքին կարողությունները նույնպես կարող են շատ ավելի ուժեղ դառնալ։ Դուք կարող եք հանկարծ հասկանալ, որ ունեք որևէ տաղանդ կամ առանձնահատուկ ունակություն, որի մասին նախկինում նույնիսկ չէիք էլ մտածել։ Պարզապես պետք է ավելի ուշադիր լսեք ինքներդ ձեզ։ Խավարումները մեզ տրված են, որպեսզի մենք աճենք եւ փոխվենք։ Այդ պատճառով ուշադրություն դարձրեք ձեր արտաքինին, անձնական կյանքին, ցանկություններին եւ առողջությանը։ Առաջին տունը խորհրդանշում է հենց ձեզ։ Հարցրեք ինքներդ ձեզ. ինչն է վաղուց փոփոխության, ինչ վաղուց փոփոխության կարիք ունի իմ կյանքում։ Եվ սկսեք հենց այդ փոփոխությունները։ Հենց ձեզանից։ Եթե կյանքում ինչ-որ բան վաղուց կանգ է առել, իսկ դուք ոչինչ չեք փոխում, ապա փոփոխություններն իրենք կգան ձեր կյանք։ Ուզեք թե չուզեք։ Նրանք արդեն կլինեն կարմայական իրադարձություններ, որոնց վրա միշտ չէ, որ հնարավոր կլինի ազդել։ Շատ հաճախ նման իրադարձությունները հենց խավարումների միջանցքում էլ տեղի են ունենում։ Այդ դեպքում կյանքը պարզապես ստիպում է փոխվել։ Ավելի լավ է այդ փոփոխությունները սկսեք ինքներդ։ Այդպես դուք կարծես ցույց եք տալիս տիեզերքին, որ պատրաստ եք աճել, զարգանալ եւ առաջ շարժվել։ Թե չէ, թե ինքը վերցես կարող է նաեւ ցավոտ լինել։ Առաջին տունը ամբողջությամբ ձեր մասին է։ Այն կապված է ձեր արտաքինի առողջության, ինքնաարտահայտման եւ անձնական զարգացման հետ։ Խավարումների միջանցքում կլինեն շատ մի քանի կարևոր օրեր։ Դրանցից առաջինը օգոստոսի 15-ն է։ Այդ օրը Մերկուրին եւ Յուպիտերը շատ բարենպաստ միացում ունեն։ Դրա շնորհիվ կարող են տեղի ունենալ կարևոր զրույց, կարևոր հանդիպում կամ ճակատագրական ծանոթություն։ Այս իրադարձությունները կարող են կապված լինել ձեր եղբայրների, քույրերի, հարազատների, հարևանների կամ գործընկերների հետ, քանի որ Վեներան գտնվում է ձեր երրորդ տանը։ Բացի այդ, այս օրը կարող է նաև կապված լինել կարևոր գնումների հետ։ Օրինակ, կարող եք գնել տեխնիկա, ավտոմեքենա կամ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր աշխատանքի կամ ինտերնետային նախագծի համար։ Հնարավոր է նաև հաջող ընթացք ունենան ճանապարհորդությունները, ուսումը, հատկապես բարձրագույն կրթության հետ կապված հարցերը։ Եթե սպասում եք իրավաբանական որևէ փաստաթղթի, պատասխանի կամ թույլտվության, այս օրը նույնպես բարենպաստ է դրա համար։ Ընդհանուր առմամբ օգոստոսի 15-ը շատ լավ օր է շնորհանդես ներկայացնելու, հրապարակումներ անելու, գնումներ կատարելու, նոր նախագիծ կամ գործ սկսելու համար։ Օգոստոսի 17-ը նույնպես շատ կարևոր օր է։ Այդ օրը Սատուրնի ազդեցությունը շատ ուժեղ կլինի։ Սա հիանալի ժամանակ է երկարաժամկետ ծրագրերի համար, ամուր հիմք դնելու համար։ Կարող եք սկսել մի նոր գործ, որը երկար տարիներ արդյունք կտա։ Հնարավոր է նաև կարևոր ծանոթություն, լուրջ առաջարկ, կարևոր պայմանագրի ստորագրում, անշարժ գույքի գնում եւ նոր աշխատանքի սկիզբ։ Այդ օրը նույնպես մեկ օր առաջ կամ հետո բարենպաստ է նոր նախաձեռնություններ սկսելու համար։ Բայց մի կարևոր բան հիշեք։ Եթե խավարումների միջանցքում ինչ-որ մեկին խոստում եք տալիս, խոստացեք միայն այն, ինչ հաստատ կարող եք կատարել։ Հակառակ դեպքում այդ խոստումը հետագայում կարող է վերադառնալ ձեզ որպես կարմայական հետևանք։ Այդ պատճառով այս օրերին շատ կարևոր է ոչ միայն ուշադրություն դարձնել իրադարձություններին, այլ նաև սեփական վարքին ու խոսքերին։ Օգոստոսի 21-ին կլինի լարված իրադարձություն, լարված միացում Սատուրնի եւ Վեներայի միջև, սակայն ընդհանուր առմամբ երկնքի այդ էներգիան բարենպաստ է, միայն դա է, որ խանգարում է։ Ձեր գործերը կարող են լավ առաջ գնալ, կարող եք ստանալ կարևոր պատասխաններ, նոր հնարավորություններ եւ հաջողության շանսեր, սակայն այդ օրերին խորհուրդ չի տրվում վիճաբանել կամ հարաբերություններ պարզել եղբայրների եւ քույրերի հետ, հարազատների, գործընկերների, հարևանների, նաեւ ուսուցիչների հետ։ Եթե ունեք դատական կամ իրավական հարցեր, ցանկալի է հնարավորության դեպքում այդ օրերին չսրել իրավիճակը։ Իսկ եթե դատական նիստն արդեն նշանակված է, պարզապես փորձեք պահպանել հանգստություն եւ չմտնել հակամարտության մեջ։
Մնացած բոլոր աստղագիտական այս ազդեցությունները բարենպաստ են։ Ավելին, Յուպիտերը գտնվում է հենց այդ նշանում եւ շարունակում է ձեզ ուժեղ աջակցություն տալ։ Դա էլ եմ ասում եւ նաեւ գիրացնել։ Դեպ գիրացնելը կարող է ոչ միայն այդպես լինել, նաեւ հղիություն ձեզ տալ։ Օգոստոսի 23-ին արևը տեղափոխվում է ձեր ֆինանսների տուն։ Այդ պահից ձեր ուշադրության կենտրոնում կլինեն աշխատանքը, եկամուտները եւ գումարի հետ կապված բոլոր հարցերը։ Օգոստոսի 25-ին այդ նույն տուն կմտնի նաեւ Մերկուրին։ Դա կարող է բերել կարևոր իրադարձություն կամ օգտակար ծանոթություն։ Աշխատանքի, եկամուտների եւ ֆինանսների ոլորտում կարող են բացվել նոր հնարավորություններ։ Եթե աշխատանք եք փնտրում, այս ժամանակահատվածում կարող եք ստանալ լավ առաջարկ կամ ստորագրել նոր պայմանագիր։ Բացի այդ, այս օրերին կունենաք շատ հետաքրքիր գաղափարներ, որոնք կարող են օգնել զարգացնել ձեր գործը կամ սկսել նոր նախագիծ։ Օգոստոսի 27-ին Մերկուրին միանում է Արևին, քանի որ այս միացումը տեղի ունենում ձեր երկրորդ տանը, այն կարող է կարևոր իրադարձություններ բերել ֆինանսների եւ եկամուտների ոլորտում։ Դե ձեզ մոտ այդ ոլորտն է ակտիվ, ինչ կարող ենք անել, ուրեմն պետք է գումար հետ գցեք եւ շատ գումար վաստակեք։ Այդ օրերին հնարավոր են կարևոր փաստաթղթի ստորագրում, երկար սպասված լուր, ֆինանսական հարցի հաջող լուծում եւ օգտակար գնումներ։ Մերկուրին կապված է նաև տեխնիկայի եւ տրանսպորտի հետ։ Դրա համար շատերի համար սա կարող է լինել լավ ժամանակ հեռախոս, համակարգիչ, աշխատանքային սարքավորում կամ նույնիսկ ավտոմեքենա գնալու համար։ Բացի այդ, Արևի եւ Մերկուրիի միացումը կարող է բերել նաև կարևոր եւ անսպասելի ծանոթություն։ Հնարավոր է հանդիպեք մի մարդու, որի հետ զրույցը կամ համագործակցությունը մեծ դեր կխաղա ձեր ապագայում։ Օգոստոսի 28-ին տեղի կունենա լուսնի խավարում ձկներ նշանում։ Ձեզ համար այն տեղի ունենում 8-րդ տանը։ Սա այն տունն է, որը կապված է մեծ գումարների, վարկերի, հարկերի, ապահովագրության, ժառանգության, համատեղ ֆինանսների եւ ֆինանսական պարտավորությունների հետ։ Այստեղ դուք գումար չեք վաստակում, գումարը գալիս է օդից։ Այս խավարումը ավարտում է վերջին 2 տարիների կարմահական փուլը, որը կապված էր հենց ֆինանսների հետ։ Դեպ այստեղ կարող եք փակել վարկերը, եթե 2 տարի են տևում, ալիմենտը ավարտվի, եթե դեռ շարունակվում էր, այդպես։ Ինչ-որ բաներ կարող են ավարտվել կամ մի դեպ նոր սկսել։ Նոր հենց ամիջապես չսկսի, բայց որ պարզ դառնա, որ վերջ դուք արդեն ստանալու եք ալիմենտ օրինակ կամ թոշակ։ Այս 2 տարիների ընթացքում ձեր կյանքում հավանաբար տեղ են ունեցել կարևոր փոփոխություններ կապված եկամուտների, վարկերի, հարկերի, ապահովագրության, փոխհատուցումների, ժառանգության կամ մեծ ֆինանսական գործարքների հետ։ Հնարավոր է նաև, որ փոխվել են ձեր եւ զուգընկերոջ միջև ֆինանսական պարտականությունները, հատկապես եթե միասին եք ապրել կամ վարել ընդհանուր բյուջե։ Այժմ գալիս է ժամանակը հասկանալու, թե ինչ եք սովորել այս ամբողջ ճանապարհից։ Լուսնի խավարումը շատ հուզական օր է լինելու, հենց այդ խավարման օրը։ Այդ օրը լավ կլինի հանգիստ մտածել եւ գնահատել, թե վերջին 2 տարիներին ինչ է փոխվել ձեր ֆինանսական կյանքում։ 8-րդ տունը կապված է նաև ընտանիքի, տոհմի եւ շատ մտերիմ հարաբերությունների հետ, ինտիմ հարաբերությունների։ Ոմանց կյանքում այս տարիներին կարող էին ծնվել երեխաներ կամ թոռներ, իսկ մյուսների համար կարող էին փոխվել ամենամոտ հարաբերությունները, ինտիմ հարաբերությունները։ Հնարավոր է վերանայեք ձեր վերաբերմունքը զուգընկերոջ, ընտանիքի կամ համատեղ կյանքի նկատմամբ։ Ֆինանսների ոլորտում նույնպես կարող են լուրջ փոփոխություններ լինել։ Օրինակ, փոխվել է ձեր ֆինանսական վիճակը, փոխվել է բանկը, հայտնվել են նոր եկամուտներ կամ ավարտվել են երկարատև ֆինանսական պարտավորություններ։ Իհարկե, ձեր ավարտել եք կամ կավարտեք հարկը։ Այժմ այս ամբողջ շրջանը մոտենում է իր ավարտին, դուք կզգաք, որ այս կարմայական դասը գրեթե ավարտված է, քանի որ լուսնի խավարումը շատ ուժեղ լիալուսին է, այն կարող է հանկարծ պարզ ցույց տալ, թե ինչու ինչ-որ բան տեղի ունեցավ հենց այդպես, այլ ոչ թե այլ կերպ։ Դուք կարող եք հասկանալ, թե որտեղ եք սխալվել, ինչ դաս պետք է սովորել եւ ինչն էր խանգարում առաջ շարժվել։ Իսկ ոմանց համար սա կլինի կարևոր հաղթանակի կամ երկար սպասված արդյունքի պահը։
Հնարավոր է ստորագրեք կարևոր փաստաթուղթ, ստանաք մեծ գումար, ավարտեք վարկի մարումը կամ պարզապես ազատվեք երկար ժամանակ ձեր ծանրացնող ֆինանսական պարտավորությունից։ Այս լուսնի խավարումը նաև շատ ուժեղ է զգացմունքային եւ հոգեվոր առումով, քանի որ 8-րդ տունը կապված է հոգեբանության, էզոտերիկայի եւ ներքին վերափոխման հետ, ապա օգոստոսի 28-ին շատ օգտակար կլինի մեդիտացիա անել, ամփոփել անցած 2 տարիները, հրաժեշտ տալ այն ամենին, ինչ այլևս ձեզ պետք չէ։ Խավարումից հետո սկսվում է նվազող լուսնի շրջանը եւ առաջիկայի 2 շաբաթը շատ հարմար ժամանակ է ազատվելու համար վախերից, վնասակար սովորություններից, հին վիրավորանքներից, ավելորդ իրերից եւ այն ամենից, ինչը խանգարում է առաջ շարժվել։ Շատ օգտակար կլինի նաև այդ օրերին կարգի բերել տունը, ազատվել ավելորդ իրերից եւ մաքրել ձեր անձնական տարածքը։ Ֆինանսների, փաստաթղթերի եւ ընդհանուր նյութական հարցերի շուրջ փոփոխությունները կարող են շարունակվել նաև հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Դրանով կավարտվի ոնց որ վերջին 2 տարիների կարմայական ստուգումը։ Սա նշանակում է, որ դուք արդեն ստացել եք ձեր կարևոր դասը եւ պատրաստ եք կյանքի նոր փուլ մտնել։ Թող օգոստոսը ձեզ բերի ամենալավ իրադարձությունները, հաջողություն, առատություն եւ ուրախություն։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր ծննդյան օրվա արդիվ սիրելի առուզներ։ Թող կատարվեն ձեր բոլոր ցանկությունները։ Գրկում եմ եւ շուտով կհանդիպենք նոր տեսանյութերում։